Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային դաշնային ծառայությունը հրապարակել է Հայաստան տեղափոխելու համար Ալ-Ռոսա ընկերությունից մաքսանենգ ճանապարհով չմշակված ադամանդներ գողացող ավազակախմբի անդամների ձերբակալման տեսանյութը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են Ալ-Ռոսա ադամանդի արդյունահանման ընկերությունից հում ադամանդներ գողացող ավազակախմբի ձերբակալվածների թվում է եղել ընկերության աշխատակից։ Խոզարկությունների ժամանակ առգրավել է մոտ 200,000 կարատ տեխնիկական ադամանդ, փող եւ զարդեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հունիսի 21-ի վաղ առավոտյան հրթիռային եւ անօդաչու հարձակում է իրականացվել Իսրայելի ուղղությամբ թիրախավորվելով Բեն-Գուրիոն օդանավակայանը եւ մի շարք ռազմական օպերատիվ կենտրոններ։ Գործողությունը ներկայացվել է որպես իրական խոստում գործողության 18-րդ փուլ։ Օգտագործվել է Շահեդ 136 տեսակի անօդաչու թռչող սարքեր եւ տարբեր տեսակի ճշգրիտ հրթիռներ։ Իրանական կողմը հաղորդել է, որ մի քանի թիրախներ հաջողությամբ ոչնչացվել են։ Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի ազգային անվտանգության խորհուրդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա Ամերիկայի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել եւ փակել Հորմուզի նեղուցը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։ Ամերիկայի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարվածներից հետո Մերձավոր Արևելքում աճող լարվածությունն անդրադարձել է համաշխարհային շուկաներին։ Կիրակի երեկոյան նավթի գները աճել են 4%-ով, իսկ հիմնական ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները գրանցել են անկում, արտացոլելով ներդրողների մտահոգությունը հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ։ Նախաձեռնության կենտրոնում է Հորմուզի նեղուցը, աշխարհի նավթի 5-րդ փոխադրման հիմնական ուղին, կամ մտավախություն, որ Իրանը կարող է սահմանափակել կամ փակել նեղուցը։ Ռուբիոն նախազգուշացրել է, որ նման քայլը կհամարվի տնտեսական ինքնասպանություն Իրանի համար։ Այս պահին Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում, հայտնել են հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ ՊՕԱԿ-ից վստահեցնում են, որ իրենց մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոթերապևտաբանական աշխատանքների կատարումը, այդ թվում ֆոնային գամմա ճառագայթման դոզային հզորության ամենօրյա չափումները։ Հունիսի 21-ից 22-ին օդերևութաբանական կայաններում գամմա ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել եւ գտնվել են 14-ից 20 միկրոռենտգենային ժամ տիրույթում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների դեմ Ամերիկայի ռազմական գործողություններից հետո հնարավոր սրման պատճառով։ Բաքուն բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրիչ քայլերից, ցուցաբերել զսպվածություն եւ առաջնահերթ համարել լարվածության նվազեցման եւ խնդիրների լուծման համար։ Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Դամասկոսում Սուրբ Եղիա մարգարեի եկեղեցու վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, որն իրականացվել է Իսլամական պետության մահապարտի կողմից։ Զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվը հասել է 52-ի։ Պայթյունը որակվել է որպես փորձ խաթարելու ազգային միասնականությունը եւ թուլացնելու երկրի կայունությունը։ Միչիգանում զինված անձը պատարագի ժամանակ բեռնատարով մխրճվել է եկեղեցու մեջ եւ կրակ բացել հավատացյալների վրա։ Դեթրոյթ Նյուզը հաղորդում է, որ մեկ մարդ վիրավորվել է, իսկ կասկածյալը սպանվել։ Ոստիկանությունը հայտնում է, անվտանգության աշխատակիցը սպանել է հարձակվողին այն բանից հետո, երբ քահանան իր մեքենայով հարվածել է նրան։ Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ բալիստիկ հրթիռների զանգվածային հարձակման հետևանքով կան զոհեր։ Հրետակոծությունից տուժել է 6 շրջան, նախնական տվյալներով զոհվել է 4, վիրավորվել առնվազն 13 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսկանդեր-M հրթիռով կասետային հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի վարժանքների վայրին Խերսոնի մարզի Դավիդիվ Բրոդի մոտ։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 10 մեքենա եւ հոպ անձնակազմ տարան տիպի անօդաչու սարքով։ Հունիսի 1-ից 20 ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ուղարկվել է 366 բեռնատար ծիրանով բեռնված։ Մի քանի մեքենա վերադարձվել է փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պարբերաբար կհրապարակեն ավել տեղեկություն։ Հայաստանի ներկա իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ մի քանի կացին կախեցին Հայաստանի գլխին՝ Թուրքիա, Ադրբեջան, արդեն նաև Պակիստան։ Այս մասին Արմավիր քրեակատարողական հիմնարկից հայտարարել է բարերար գործարար Սամվել Կարապետյանը իր փաստաբանական թիմի օգնությամբ։ Նշենք, որ սա Կարապետյանի երրորդ հայտարարությունն է Արմավիր քրեակատարողական հիմնարկից։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է տարբեր սցենարներ Ամերիկայի հարվածներին պատասխանելու համար։ Նրա խոսքով Արևմուտքի նկատմամբ անվստահությունը խորացել է, սակայն Իրանը երբեք չի դադարեցրել միջուկային բանակցությունները եւ շարունակել է երկխոսությունը եվրոպական կողմերի եւ Ամերիկայի հետ։ Արաղչին Մոսկվայում է տարածաշրջանային զարգացումներն ու պատասխան գործողությունները համակարգելու նպատակով։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր ստորգետնյա միջուկային օբյեկտները առավելագույն չափով վնասվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են, ոչնչացվել է արտահայտությունը բացարձակապես ճշգրիտ է, գրել է Թրամփը։ Պետության ղեկավարը հավելել է, որ ամենամեծ ավերածությունները գրանցվել են գետնի մակարդակից բավականին ցածր գտնվող օբյեկտներում։ Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում համաժողովրդական ցույց Իրանի միջուկային օբյեկտների վրա Ամերիկայի եւ Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով։ Թեհրանի կենտրոնում գտնվող Enkel Ab հրապարակում հավաքվածներին աջակցելու է դուրս եկել նաեւ նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ամերիկայի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները առաջացրել են կոշտ արձագանքներ Մոսկվայում, Պեկինում եւ Անկարայում։ Չինաստանի արտգործնախարարությունը դրանք գնահատել է որպես միջազգային իրավունքի խախտում, կոչ անելով հրադադարի, խաղաղության եւ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը։ Ռուսաստանը իր հերթին նախազգուշացրել է գլոբալ անվտանգության խաթարման մասին, նշելով, որ նման գործողությունները հատկապես վտանգավոր են, երբ իրականացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի կողմից։ Թուրքիան հայտարարել է, որ իրավիճակը կարող է դուրս գալ տարածաշրջանային սահմաններից վերածվելով գլոբալ հակամարտության։ Երկիրը ընդգծել է դիվանագիտական լուծումների անհրաժեշտությունը եւ հայտնել միջազգային ջանքերին միանալու պատրաստակամություն։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանի իշխանություններին վերադառնալ բանակցություններին միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային մտահոգությունները հաղթահարելու նպատակով։ Նշվում է, որ իրենք պատրաստ են նպաստել համաձայնագրի կայացմանը համակարգված աշխատանքով բոլոր ներգրավված կողմերի համար։ Նախարարները նաեւ հորդորել են Թեհրանին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային լարվածության նոր սրմանը։ Հունիսի 23-ից Իսրայելը արտասահմանցիներին, որոնք մնացել են երկրում Իրանի հետ հակամարտության սրացման ֆոնին օդային տարածքի փակման հետևանքով, թույլ կտա դուրս գալ երկրի տարածքից հատուկ այսպես կոչված ռեպատրիացիոն չվերթներով։ Ինչպես հայտարարել է Իսրայելի տրանսպորտի նախարարը, յուրաքանչյուր չվերթում թույլատրելի է առավելագույնը 50 ուղևոր, ինչը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։ Չվերթները կիրականացվեն միայն ցերեկային ժամերին, հիմնականում դեպի Լառնակա, Աթենք, Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Բանգկոկ։ Նախապատվությունը կտրվի հումանիտար, բժշկական կամ անվտանգության խնդիր ունեցողներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են մինչև 2035 թվականը ռազմական ծախսերն ավելացնել մինչև հնայի 5%-ը։ Նպատակը ներառում է 3,5% ուղղակի պաշտպանական ծախսեր եւ 1,5% կիբերանվտանգության ու ենթակառուցվածքների արդիականացման համար։ Նախաձեռնության առաջատարը Լեհաստանն է 4,1%։ Իսպանիան դժկամություն է հայտնել միանալ նախաձեռնությանը, սակայն ընդհանուր համաձայնությունը ձևավորվել է։ Պակիստանը հայտարարել է, որ առաջադրել ԱՄՆ նախագահ Թրամփին 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի Պակիստանի եւ Հնդկաստանի միջև վերջին լարվածության փուլում դիվանագիտական միջամտության համար։ Իսլամաբադը նշել է, որ Թրամփի նախաձեռնողականության ներգրավվածությունը կանխել է երկու միջուկային պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտություն, սահմանափակելով դրա համար հնարավոր ծանր հետևանքները ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացողների համար նոր խստացումներ կլինեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է հաղորդագրություն տարածել, որ հուլիսի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը պարտադիր պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այն վերաբերում է կոմերցիոն փոխադրմանը, ոչ թե օրինակ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնողներին։ Նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն, դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվի։ Այնուամենայնիվ նախարարությունը հորդորում է ընտանիքի անդամներով, ընկերներով Վրաստան մեկնողներին իրենց հետ ունենալ ուղևորների ցանկի հսկիչ փաստաթուղթ։ Վրաստանում տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։
Ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության թեթև մարդատար մեքենաներին այդ կարգավորումը չի վերաբերում։ Ընդհանրապես Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները առանց այդ էլ խոչընդոտներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս։ Փաստաթղթերի առկայությունը ստուգելու գործընթացը շատ ավելի երկար է տևում։ Վրաստանի քաղաքացիների դեպքում այդ երկրի բնակիչների համար խնդիրներ գրեթե չեն ստեղծվում հայկական կողմում։ Իրանք մեզ մոտ մտնելուց ոչ մի խնդիր չունեն, հանգիստ գալիս են, եթե իրանք բարձություններ են անում ու դրանով պիտի խոչընդոտեն դեպի Վրաստան մեր տուրիզմը, իսկ դա իրանք համար փոքր նշանակություն չունի, բավականին մեծ նշանակություն ունի, մի քիչ իրանք մտածելու բանն է։ Նախարարությունը հայտնում է, թե այդ կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, դրանց վերականգնվելուց հետո վերահսկողությունը չէր խստացվել։ Այդ հարցը կոմիտեում քննարկվելու է, մենք մեր գործընկեր տրանսպորտային ծառայություններ մատուցողների ասոցիացիան, տուրիզմի հայկական ֆեդերացիան կոմիտեում նստելու ենք եւ նաեւ տարածքային կառավարման նախարարության մաս լինելու այդ հարցերը մի հատ քննարկել ենք։ Մեզ մոտ էլ ասենք ունենք օրենսդրություն, որը ժամանակի ընթացքում փոփոխություն կարիք ազգում կամ նոր ինչ-որ ընդունված բան է լինում, որը էլի նորից տեսնում են խնդրահարույցա, քննարկում են, լուծում են առաջարկում, խնդիրը լուծվում է։ Առաջիկա օրերին Փաշինյանը Վրաստան է գործուղելու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին եւ պետնախագահ Էդուարդ Հակոբյանին։ Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն երկու երկրների առևտրատնտեսական գործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Տևական ժամանակ է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի տարանցման խնդիրներ են առաջանում։ Բեռնատարները երբեմն շաբաթներով են սպասում, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։